Հայաստան իմ լույս իմ տոն Քո վերքը ցավ է բայց ոչ խամար Քո սրտի մեջ դեր կրակա Քո ճամփան բաց է դեպի վաղը Անդրում ենք հարյոթի Հայաստան լույսը մեր ճանապարհին Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավը շարունակում է Շիրակի մարզում։ Հանդիպումը սկսվում է Ախուրյան համայնքից։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին որպես պատվավոր հյուրի առանձնահատուկ ջերմությամբ են դիմավորում։ Աղուհաց երկու պար աջակցության խոսքեր։ Գագիկ Ծառուկյանի համար Շիրակի մարզը հարազատ է, նա մշտապես սրտացավ վերաբերմունք է ցուցաբերել աղետից տուժած տարածաշրջանի բնակիչներին։ Մարդիկ դա չեն մոռացել։ Հարգելի Ծառուկյան, հազար ողջույն ձեզ, իրոք դուք եղել եք մեր հայության համար մեծություն, մենք ունեցել ենք Ալեք Մանուկյան, ունեցել ենք Մանտաշյան, Քրքրկորյան, բայց գալիք տարերը միշտ կհիշեն բոլորից առավել, շատ շնորհակալություն ձեզ։ Ուժեղ ու զարգացած պետություն կառուցելու համար պետք է երկիրը նախ եւ առաջ ուժեղ լինի ներսից, այնինչ հիմա համերաշխության փոխարեն անհանդուրժողականության մթնոլորտ է, իշխող ուժի նախընտրական քարոզարշավը դրա վառ վկայությունն է, երբ ծրագիր չկա, անցնում են սպառնալիքներին։ 8 տարի կառավարումա կպարն է, ինչ է գովիկներից դուրս են եկել, ինչ որ մի բան փոխել է, մարդկանց վիճակը լավացել է, այսօր քարոզություն անում, մեկը ինձ ասել, ինչ ասում կանի ժողովրդի համար։ Ինչ, ծրագիրը որն է, դու գիտեք, ծրագիր չկա, միայն բռնել, վիրավորել, ցել շպրտել, խաղաղություն են բերել ու վերջ, ոնց է խաղաղություն բերել, որն է խաղաղություն, որտեղ է թուղթը գրած ստորագրել, կամ ոնց որ հայտարարում է, Ծառուկյանի ցել զավոդը, այդ ցավը տանել, եկա ֆրանսիաներ, Արարատի ժողովրդին հետ գործանի տոկոս ես տալու ես Արարատի ժողովրդի սեփականություն, եթե տալու է, դոկտա եթե կարատեն բան անում, Ծառուկյանը ասել է, մեկ անգամ ևս ասել, ես իմ հայրենիքը ունեցվածքեն չեմ կարող փոխել։ Թիրախում նաև ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանն է։ Նիկոլ Փաշինյանը նրան մեղադրում է դավաճանության եւ լրտեսության մեջ։ Քաղաքական ուժը պատիվ է պահանջում։ Շատ կարգին, հայրենասեր, դուխով, գրագետ, նվիրյալ, կարող եմ մասսական ասել, եթե ապացուցեն, ես անմիջապես իմ գործընկերոջը ես գնդակար եմ, բայց եթե չէ, մենք պատիվ ենք պահանջում, նա մեր գործընկերն է, իմ ընկերն է, ամբողջ թիմով կանգնած են իրեն կողքին, ասում են Ծառուկյանն է, ապացուցեք ով հայտարարել է, Ծառուկյանը շպիոն է, հրապարակում ինձ թող գնդակար են իմ ցանկությամբ, եթե չէ, պետք է գա մտնի իմ առյուծի մոտ, իրա ցանկությամբ։ Ես ոչ այդ պայմանին հավատան եմ։ Գագիկ Ծառուկյանը անդրադառնում է նաև Նիկոլ Փաշինյանի հերթական վիրավորանքին։ Ես ասում եմ, ես թույլ չեմ տա, որ իմ կլասը գցեմ կամ բարձունքից իջնեմ, ասում եմ, ուր իջնես, այդտեղ չկա, պետք է գետնի տակ մտնես։ Պարոն վարչապետ, ես որ արածիս համար պետք է գետնի տակ մտնեմ։ Դու ես զոհերը տվե, դու ես հողերը հանձնե, դու ես վիրավորները տվե, դու ես Ալևին այդքան արուն թափելուց, այսքան ամեն ինչից շնորհակալություն հայտնեմ, դու պետք է մտնես այնց, որ вообще չերևաց գոնե, ժողովրդի աչքին։ ԲՀԿ ղեկավարի խոսքով ամեն մարդ ինքն է որոշում ինչպիսի ճանապարհով առաջ գնա, բայց պետք է հիշել ապագան միայն կառուցողների եւ ոչ թե ամեն ինչ քանդողների ձեռքով է կերտվում։ Դա ընտրություն է։ Ասենք մեկը եկեղեցի է կառուցում, մեկը եկեղեցի է քանդում, մեկը աշխատատեղ է ստեղծում, արդյունք է տալիս, մեկը վարկերն է ավելացնում, մեկը համերաշխություն է բերում, որ ես ասում եմ, բոլոր իրար հետ համերաշխ եղեք, չարություն նախանց մի կողմ դրեք, մեկը ատելություն է բերում։ Իշխանականները վիճակագրություն ներկայացնելիս հաճախ իրարից տարբերվող տվյալներ են հրապարակում։ Հանդիպմանը կոնկրետ փաստերով են հակադարձում իրարամերժ հայտարարություններին։ Երբ որ դուք հայտարարեցիք, որ 10,000-ից ավել վիրավորներ, իշխանական կողմից հակադարձեցին, որ մենք թվերին չենք դիապետում, ես հիմա անել եմ իրենց հրապարակած պաշտոնական տվյալները։ Վիրավորների թիվը եղել է ոչ թե 10,000, այլ 11,000։ Ասում են 600 վիրավոր, լավ անարմար չեք ասում, ամոթ չեք անում, վախում եք թվերն ասեք։ Պարոն Ծառուկյան, Քսյունիք գնալուց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում
Ադրբեջանի դրոշը, Ադրբեջանի դիտակետը, ու մենք այս դրոշներին զուգահեռ ուղղությամբ գնացել ենք։ Խնդրեմ, ԿՊԱ-ականները թող նայեն, արդեն մեր հողերի մեջ խաղաղություն եք բերել։ Լավ թող նայեն ու պատասխանեն։ Այս քարքին է արդեն։ Քարտեզները Google Maps-ը ցույց է տալի Ադրբեջան։ Խնդրեմ։ Տիգրանաշենը, խնդրեմ ժողովուրդ նայեք։ Արդեն 3 տարածքել տալու է աշխարհում չկա պետության նախագահ, ղեկավար, վարչապետ, որ պարտություն կրի, զոհեր տա, հողեր կորցնի, 130,000 մարդու տնից կտրի ու հետո նորից մասնակցի ընտրության։ Հանդիպմանը նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր են քննարկվում։ Թերիպի հարցը ինչ է լինելու, պարոն Ծառուկյան, ձեր ընտրվելու պարագայում։ Ամեն մնալու է։ Խիչ ունա, դա օգուտ է, բայց ոչ թե դա Ադրբեջանի սեփականությունն է, դա մեր սեփականությունն է։ Պետք է մենք Չինաստան հետ, Ռուսաստան, Պարսկաստան հետ պայմանավորում ենք ճանապարհը բաց է, թող աշխատի։ Դա միայն շահույթ է բերելու, բայց ոչ թե մեր տարածքով մենք այդտեղ իրավունք չունենանք ոչ մի բանի։ Մենք ճիշտ քաղաքականություն պետք է վարենք։ Բոլորը հետ լավ պետք է լինենք։ Ախուրյանի բնակիչները Գագիկ Ծառուկյանի հետ կիսվում են մտահոգություններով, խնդիրներով, անկաշկանդ է զրույցը նրա հետ։ Պարոն Ծառուկյանը, բտնագները 38 տարի Գյումրի տնագի մեջ լկակոյություն ուտի, ապրում է լտիվ։ Դե միջև եկա վարչապետ ասում է դոմիկում չեք, ես ասում եմ ես անհատմար, տեղակես դոմիկ որ եկել են, որ ով հղեր տներ եմ տվել տեղ։ Դիտերազում, Ռոզավ Քագիգի ինտերանումներ։ Այդ առանցին է, չէ, դա շատ եք տվել։ Կազմակերպել եմ, գնացել ենք Մարիության գեղեցկության օրը, նվիրել եմ։ Բիզնեսի ծրգվանք, տնից տեղից ծրգվանք, Բասմին արել ենք, զարգացել ենք, ծաղկացրել ենք։ տուգանքի առարգա ենք տար։ Բայց առաջի որ ընտրվել էր ինչ էր, իմ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, ժողովրդին պետք է նարություն տանք, ժողովրդին պետք է տուշտուգանքները լրիվ ներենք, ներում շնորհենք, այլ հակառակը գնալով ավելացրել է։ Պարոն Ծառուկյան, եկել ենք ցեզ մի խնդրանքով դիմեք։ Շիրակի մարզում կան ամենը մեկ լողավազան, որը փոքր եւ շատ հին է։ Կարող եք Շիրակի մարզում կառուցել նոր լողավազաններ։ Անպայման կառուցենք, պապային, մամային ասա, գնա համար 7-ին, ամսի 7-ին, դա։ Ոչ թե միայն Շիրակի մարզում, ամբողջ Հայաստանով մեկ, Ժորժ ջան, բոլոր բնակավայրերում հարկավոր է կառուցել սպորտ դպրոց, լողավազան, որ երեխաները զբաղվելու տեղ ունենան։ Շիրակցիները ցանկանում են իմանալ, ով է Բարգավաճ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն, երկրի ղեկին ուզում են Գագիկ Ծառուկյանին տեսնել։ Թիմում կան վարչապետի թեկնածուներ, փոխվարչապետի նախարարների։ Կգանք, կտակ, մենք բացի մեր թիմով խոսալուց, մի հատ էլ ժողովրդի հետ կքննարկենք։ Մենք ուզենք որ վարչապետը դու եղնիր։ Պարոն Ծառուկյան, ինչքան այն հավաքեցիք կուկ դե։ Բա լրիվ իմն է ջան։ Ծառուկյանը դու համար քեզի խավադանք որ դու եղնիր մեր վարչապետը։ Ակտիվ հարցուպատասխանից հետո Ախուրյանի բնակիչները ԲՀԿ ղեկավարին հրավիրում են հյուրասիրության։ Հատուկ հյուրին ընդունելու համար առավոտից են պատրաստվել։ Այս մադաղը թող լինի օրնանք ձեր բարի երթի համար ամսի 7-ին համար 7-ին Կախված է ձեզնից։ Դուք եք ընտրելու ձեր վաղվա ապագան, ձեր երեխու ապագան։ Հայաստան իմ լույս իմ տոն, քո վերքը ցավ է, բայց ոչ խամար, քո սրտի մեջ դեր կրակա, քո ճամփան բաց է դեպի վաղը։ Հունիսի 7-ին ընտրում ենք համար 7-ին, հաղթանակ Հայաստան, լույսը մեր ճանապարհին։ Հունիսի 7-ին ընտրում ենք համար 7-ին, հաղթանակ Հայաստան, արդարություն մեր երկրին։ Գագիկ Ծառուկյանի այցելության հաջորդ կանգառը Գյումրին է։ ԲՀԿ ղեկավարին իրենց աջակցությունը հայտնելու համար մեծաթիվ մարդիկ են հավաքվել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի հետ հանդիպումը Գյումրիի դրամատիկական թատրոնում է։ Ընդունելությունն այստեղ առավել քան ջերմ է ու սրտաբաց։ Գյումրեցիները Գագիկ Ծառուկյանին հարազատի նման են դիմավորում, հաղթանակ ու հաջողություն մաղթում։ Առաջարկ Հայաստանի նոր սարքը քո սրտին, երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնվում, եկեղեցու սանգը մեր ձայնը, խաչի լույսը մեր ճանապարհը։
Հանդիպումը մեկնարկում է Հայաստանի պետական օրհներգով։ Ինչպես ասում են ներկաները, թատրոնը վաղուց այսքան մարդաշատ չէր եղել։ Սա խոսում է այն մասին, որ մարդիկ սպասում են դրական փոփոխությունների։ Մեծ հույսեր կապում Գագիկ Ծառուկյանի հետ։ Տարիներ շարունակ հանրապետության երկրորդ քաղաքում իրականացված ծրագրերը բազմաթիվ են։ Մինչև դրանց մասին խոսել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանը, ողջույնի խոսքերը հղում տնային կալանքի տակ գտնվող Միքայել Աջապահյանին։ Կուզենայի բոլորս միասին ողջունենք մեր կողմից Շիրակցիներից կողմից հարգված ու սիրված մեր հոգևոր առաջնորդին Միքայել Աջապահյանին բոլորս գիտենք Սրբազանը այսօր ազատ խոսքի համար բանդարգված է, տնային կալանքում է գտնվում։ Սիրելի Սրբազան, մենք բոլորս ձեր կողքին ենք, դուք մեր մարզում սիրված, հարգված առաջնորդ եք, հոգևոր առաջնորդ եք։ Երկրում համատարած վախի մթնոլորտ է, սպառնալիքներով եւ ճնշումներով փորձում են կոտրել մարդկանց կամքը, բայց Գյումրին ու Շիրակը վախեցող չեն, ընդգծում է Մարտուն Գրիգորյանը։ Ժամանակին Գյումրուն մեղադրում էին, որ ամեն ինչ ձեզանից սկսվեց։ Այդ քայլը ձեզանից արվեց։ Դա դարել էր մի տեսակ խարան գյումրեցիների ճակատին, որ ամեն ինչ ձեզանով է սկսվել, բայց բոլորս գիտենք, այստեղից ոչ մի բան չի սկսվել, բայց այստեղից սկիզբ տրվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության պարտությանը։ Ու ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում ու մարզերում հետևություն են անելու այս ամեն ինչից։ Գյումրին միշտ բոլոր ժամանակներում բոլոր իշխանություններին իր մեծական ապտակը տվել է, որ շատ, այսպես ասեմ, արխային չընկնեք, որ Գյումրիում ինչ ուզենակ, ոնց ուզենակ կանեք։ Հունիսի 7-ին, սիրելի գյումրեցիներ, բոլորս միասին, գիտակցված, մեր կիսատ գործը շարունակելու ենք, գնալու ենք մինչև վերջ։ Գրիգորյանը կոչ է անում մարդկանց անպայման մասնակցել ընտրությանը, որպեսզի բարեկեցիկ կյանք ու կայուն խաղաղություն ունենանք։ Հայաստանի երաշխավորը ադրբեջանցին կամ թուրքը չեն կարող լինել։ Մենք հող չունենք զիջելու, մենք հանձնվելու տեղ չունենք։ Ամեն ուրեք խաղաղության մասին ենք լսում, խաղաղությունը գրելով չէ, խաղաղությունը սրտիկելով չէ, խաղաղությունը պիտի լինի երաշխավորված։ Եռակլուղ պատերազմի կուսակցություն անուն են տրել։ Երգիր է մնացել, որ պատերազմել հրահրենք, ոչ մեկ չի ուզում պատերազմ, ոչ մեկ չի ուզում զոհեր։ Մենք այս 8 տարիների ընթացքում այնքան զոհեր ենք տեսել, այնքան նեղություն ու դժվարություն ու դժբախտություն ենք տեսել։ Մենք այդ ամեն ինչից կուշտ ենք։ Գյումրու խնդիրները համապետական նշանակության են, պատահական չէ, որ առաջարկ Հայաստանին ծրագրում քաղաքն առանձնահատուկ տեղ ունի։ Այն որպես մեր իրական հյուսիսային դարպաս ընկալելը թույլ կտա Շիրակի աշխարհագրական դիրքը վերածել երկարաժամկետ տնտեսական առավելության։ Ծրագրում Գյումրիին վերաբերող դրույթները 15-ն են։ Մարտուն Գրիգորյանը խոսքն ուղղում է Գագիկ Ծառուկյանին ու անդրադառնում համատեղ ծրագրերին, որոնք չեն դադարելու։ Պարոն Ծառուկյան, Գյումրին երբեք չի մոռանա այն մարդկանց, ովքեր որ իրենց կողքը կանգնած են եղել։ Շիրակցին ուրացող չէ, գյումրեցին ուրացող չէ։ Մենք իրար հետ բավականին լուրջ աշխատանք ունենք Գյումրի քաղաքում տարած։ Գյումրեցիները դա գիտեն, գյումրեցիները դա հիշում են։ Սիրելի գյումրեցիներ, ոչ մի բան չի փոխվել։ Նույնը շարունակելու ենք։ Հունիսի 7-ից հետո, հունիսի 8-ից սկսած, մենք մեր հարազատ մարզում, մեր հարազատ քաղաքում շարունակելու ենք մեր աշխատանքը։ Բոլորս միասին գնանք ընտրությունների, բացի գործող իշխանություններից ձեր խղճի մտոք, ում ուզում եք ձեր ընտրեք, սիրելի գյումրեցիներ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է Շիրակի մարզը ներկայացնող պատգամավորության 7 թեկնածու։ Նրանց բեմ հրավիրելուց հետո խոսքը քաղաքական թիմի ղեկավարինն է։
Մինչև բուն ելույթը Գագիկ Ծառուկյանը բեմ է հրավիրում իրեն հարազատ դարձած Տիկին Գայանեին։ Մոտ 3 տասնամյակ առաջ է սկսվել նրա ու Գյումրու գուլպաների ֆաբրիկայի աշխատակցուհու վստահության վրա հիմնված գործակցությունը։ Ես ասել եմ, որ ես իմ գործերը սկսել եմ Գյումրիից։ Նոր գալուց ես տեսա իմ հարազատ մարդուն Գայանեին։ Արի հատ արիստեղ, արի։ Եկել եմ ոչ մեկին չեմ ճանաչել, գնացել եմ Չուլոշնի։ Գայանե հետ հանդիպեցի, զրուցեցի, ասի ինձ էսա պետք, ասեց հարց չկա, 10,000 կալգոտկա տար, ես ասի գումար չեմ բեր, եկել եմ խոսեմ, պայմանավորվեմ, ասեց չէ, ես քեզ վստահում եմ, տար, Դավելյա, ու դաժե դրանց հետո ասին աղջիկ ջան, ոնց ես տվե, խի ես տվե, ու զգալով Գյումրեցու կամեցողությունը, բարությունը, ցանկությունը, միշտ ոնց որ պարտավորվածություն կա Գյումրու հանդեպ, Գյումրեցու հանդեպ։ Ամեն մարդ անցյալը պետք է չմոռանա, այդ շատ կարևոր է։ Գյումրին այսօր ունի բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ ամենատարբեր ոլորտներում։ Դրանց լուծումը համակարգված մոտեցում է պահանջում։ Առաջարկ Հայաստանին ծրագրով առաջարկվում է Գյումրին դարձնել հյուսիսային տնտեսական հանգույց, արտադրության, տեխնոլոգիաների եւ մշակութային туриզմի համադրությամբ։ Գյումրեցիներին ես հարգում եմ, սիրում եմ, շփվել եմ, ընկերություն եմ արել, առատաձև, հյուրասեր, ադատով, ավանդույթով, կառուցող, տեսնելով արվեստը, մշակույթը, շինարարությունը, այսպիսի շենքեր, այդ դիզայնով, այդ կառուցվածքով, թե դարպասները, թե շենքերը, թե քանդակները ոչ միտեղ չկա։ Մենք դա պետք է ցույց տանք աշխարհին։ Գյումրին ինքը իրենով չի կարող կայանա։ Այսօր պետք է այո կառավարությունը որոշում կայացնի, ինչ ունի Գյումրին աշխարհում ցույց տալու համար, որ տուրիստներ գան։ Գյումրին երկրորդ քաղաքն է, ամեն ինչ անելու ենք։ Բացի ես, պետք է պետությունը անի։ Խոշոր ներդրումային ծրագիր պետք է իրականացնի։ Լավ փոփոխություններ սպասենք։ Գյումրիում տնակային ավանների խնդիրը մինչև հիմա չի լուծվում։ Չնայած իշխանությունը խոստացել էր երկրաշարժից տասնամյակներ անցել, խնդիրն ամենացավոտներից է։ 30-40 տարի անընդհատ դոմիկների մեջ, այսօր պարտքը 8 միլիարդ ավելացել է, ընդամենը 60 միլիոնով այդ 3000 ընտանիքը արդեն դոմիկներից դուրս կգար։ Այսօր բոլորը կարող են ասել, բայց պետք է մարդը գործ անի։ Իր հոգու առաջ, իր խղճի առաջ։ Իվետան նստած աստեղ, էլի իմ խոսնակը, ասի Վետա ջան, գնա մի հատ դոմիկներ, նայի, տես քանի կին կա հղի։ Ոչ մեկին մի արծումի նայի կուսակցական պատկանելություն, ծանոթ, թղթի վրա անուն ազգանունները պասպորտից գրի բեր։ Գրե բերել են, կազմակերպել են, կարել են 2-3 սենյականոց բնակարաններ ու տվել են մորս ապրիլի 7-ին, մայրության գեղեցկության օրը, ասեմ տար, հանձնի այդ կանած, ասա Ծառուկյանը շնորհավորում է եւ ասում է դուք դոմիկում եք ծնվել, մենք չենք ուզում որ քո բալիկն էլ դոմիկում ծնվի, քո բալիկն էլ թող բնակարանում ծնվի, 2-3 սենյականոց բնակարաններ։ ԲՀԿ առաջնորդը դիմում է շիրակցիներին հանուն Գյումրիի ու հանուն Հայաստանի գնացեք ընտրության, ոչ մի բանից մի վախեցեք։ Մարդիկ գալիս են հավաքվելու, ասում է պարոն Ծառուկյան, սաղ քո հետ են, բայց մարդիկ վախում են գան, ասում են գործից կանեն կամ գործ կառուցեն։ Հիմա սա դեմոկրատիա է, որ ասում էր 3 միլիոն վարչապետ եք դուք ժողովուրդ ջան։ Այդպես չի կարա շարունակվի ժողովուրդ ջան։ Ասում եմ այսօր կանգնած են իմ թիմի անդամները հարգված, սիրված Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ, հետո ասում են մենք մարդ չենք անեն, խնդրեմ կարեն։ Փոք քաղաքապետ տղայր ինքը իրանով, հարգանքով, ասելա դիմում գրեմ, ասեն չէ մենք քեզ հեռացնում ենք։ Սա երկիր է ժողովուրդ ջան։ Հիմա տվել է դադան, վերականգնելու ենք։ Աստված մեզնից երես չի թեքելու, Աստված թող պահպան լինի մեզ մեր ժողովրդին, անկախ ամեն ինչից։ Ձայնել տակ շնորհակալ եմ, չտակել շնորհակալ եմ։ Իմացեք, որ ես Ծառուկյանը, Գյումրու Ծառուկյանը ամեն հարցով պատրաստ եմ։ Ես գալով այդ քաղցությունը, այդ ջերմությունը միշտ պարտավորված եմ դա պահպանելու։ Աստված պահպան մեր բոլորին։ Շնորհակալություն։
Այնուհետև Գագիկ Ծառուկյանը թիմակիցների ու համակիրների հետ շարժվում է դեպի Գյումրիի գլխավոր հրապարակ։ Ճանապարհին կրկին երախտագիտության խոսք է։ Տարիներ առաջ բնակարան ստացած գյումրեցիներից մեկն էլ այս կնոջ որդին է։ Կանգնած դեր քո հողը սուրբ է քո անունը երկ ամեն քարի մեջ նախնիներ կան ամեն սրտի մեջ հավատամ Հունիսի 7-ին ընտրեք համար 7-ին վանկարկումներով է ընթանում քայլերթը Գյումրու կենտրոնական փողոցներով հաղթանակի դեպքում երաշխավորված խաղաղություն Բարգավաճ Հայաստանն ու բարեկեցիկ կյանք է խոստանում քաղաքական ուժը Իսկ Վարդանանց հրապարակում տոնական մեծամերգ է նվիրված շրջանավարտներին, բեմում են հանրահայտ Hayat Project Band-ը եւ Հայություն երաժշտական խումբը։ Միջոցառման մասնակցող հազարավոր մարդկանց թիմակիցների հետ անակնկալ կերպով միանում է նաեւ Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ առաջնորդի անակնկալ այցելությունը ոգևորում է համերգի մասնակիցներին, նրան ողջունում են նաև բեմահարթակից։ Սիրելի բարեկամներ, ուրեմն այնպես է պատահել զուգադիպել, որ այսօր Գյումրի քաղաքում նաև գտնվում է մի հրաշալի եւ շատ հարգելի մարդ, ում բոլորս քաջ ճանաչում եւ շատ սիրում ենք։ Խոսքը գնում է մեծ բարերարժ Գագիկ Ծառուկյանի մասին։ Մեր ջերմագին ողջունները պարոն Ծառուկյան ջան ձեզ։ Եթե չեք մերժի, մենք շատ ուրախ կլինենք, որպեսզի վայելենք ձեր ողջունի խոսքը եւ ձեր շնորհավորանքը մեր շատ սիրելի շրջանավարտներին։ ԲՀԿ ղեկավարը շնորհավորում է շրջանավարտներին եւ բարի երթ մաղթում դեպի մեծ կյանք։ Երիտասարդներն են մեր երկրի հույսն ու ապագան եւ նրանց պետք է տրվի հնարավորություն հայրենի երկրում ապրելու, աշխատելու եւ արարելու համար։ Հարգելի սիրելի գյումրեցիներ, ուզում եմ իսկապես ողջունել Գյումրու շրջանավարտներին, ձեր ցավը տանեմ, դուք մեր ապագան եք, մեկ արժանի փոխարինողներն եք, մեր հույսն ու հավատն եք, ես ուրախ եմ, շնորհավորում եմ ձեզ, իրոք շատ հոյակապ երաժշտություն է, հարգում եմ, սիրում եմ երաժիշտներին եւ իրենց երգերը, միայն մի բան եմ ցանկանում, եթե երաժիշտները սա կարողանան կազմակերպել մեր բոլոր մեծ քաղաքներում, որ միայն Գյումրիի շրջանավարտներին չուրախացնեն։ Ես պատրաստ կլինեմ մեր վերահարտակները ձեզ զիջելու, մեր շրջանավարտների ցավը տանեմ, ձեզ այսօր լավոն, դուք մեր ապագան եք, երկրի խաղաղություն, ձեզ բարեկեցություն, բարգավաճում, Աստված ձեզ պահապան, սիրելի շրջանավարտներ, արդեն մտնում եք երկրորդ կյանք, Աստված պահապան, շնորհակալություն։ Շնորհակալություն նաև ձեզ, պարոն Ծառուկյան, եւ ներկայության համար եւ գեղեցիկ բարեբախտանքների համար։ Դեռ նախընտրական քարոզարշավի սկզբում էր Գագիկ Ծառուկյանը հայտարարել. պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս տարի հնչող դպրոցական զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը։ Հնարավորությունը տրված է, մնում է գիտակցված ընտրություն կատարել։ Գյումրեցիները հրաժեշտ են տալիս Գագիկ Ծառուկյանին բարձր տրամադրությամբ եւ վստահ, որ շուտով սպասված հաղթանակը կտոնեն, իսկ մինչեւ այդ վայելում են համերգային շքեղ ծրագիրը։